ԿԽՊ-ի։ Բարև ձեզ։ Կսպասեք մի րոպե։ Չէ, ինչի եք շտա, սաղը չտապում եք։ Բա քաղաքացիները չեն շտապում։ Տեսեք, տեսեք։ Սա մի մտնաշ։ Կպատասխանեք։ Արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը 3 միլիոն վարչապետի առջև փակել է դուռը եւ ՊՊՑ-ու աշխատակիցներով է պաշտպանվում։ Կամ պերսակեք միգուցե։ Եթե չեք ուտա։ Կամ պերսակները վիրավորեք։ Ես խնդրում եմ ինձ իրավունքներ սահմանափակել, պամպերսը վիրավորանք։ Վիրավորանք չի։ Ես էլ եմ կարծում, որովհետև տարիքով մարդիկ կան, որ պամպերս են հագնում։ Քաղաքացիներին են սարքում տուգանքի Տատիներ կան, որ հագնում։ Չափը սահմանելու շնանք համաչափության սկզբունքը չեն օգտագործում, անենք տեսեք, եթե մեկ մեկ Սովա։ Թողեք մեկը հարցը տանք։ Բարև ձեզ։ Տիկին Անդրեասյան։ 1 րոպե, էլի 1 րոպե սպասեք։ նորաձև է Տիկին Անդրեասյան, կանգնեք մի քիչ շփվենք։ Բայց Սելա։ Պատգամավոր, հա։ Դուք պատգամավոր եք։ Հա։ Կներեք, բայց ձեզ չեք ճանաչում, մի հատ ներկայացեք, տենակ պատգամավոր եք, թե չէ։ Չէ։ Բարև ձեզ, կարելի է բայց թողեք մեր ընդդիմադիր պատգամավորներին էլ հարցողենք։ Բարև ձեզ։ Շատ սիրուն ուժեղ, բարև ձեզ։ Ջորջ ջան, 1034 նախագծի վերաբերյալ է, պարոն։ Մենք էլ ուզում ենք շատ բարձրաձայնենք այս հարցը։ Հանրաժողովի նիստի շատ լավ մեկնաբանել եւ ցույց դրել, որ ապօրինի քանակություն տուգանք են ներում, նաեւ տեղական հարակների գործակազմից մեզ զրկում են։ Մենք հայտարարել ենք, որ Բարև ձեզ։ 1 րոպե, էլի կսպասեք։ Ինչի եք էլի կողմ, որ այս քաղաքացիների տուգանքի տուգանում մատերիալդարձին են, այս ԿԽՊ-ն, ասեք, ինչի չեք պատասխանում։ Իրա վրա չէր գործ հարուցված։ Հա։ Անպատժելիության մթնոց, որին պետքա վերջ տալ Ջորջ, թողեք մտնեն, այնտեղում թողեք, որովհետև իրա վրա են գործ հարուցել, ոնց որ խոսալու պատճառով ֆինանսների փոխնախարարներ։ Նախարարը, հա։ Մի հատ էլ հարուցվել է իրա վրա գործ։ Հա, լուլուս եք։ Սպասեք։ Բարև ձեզ։ Կարելի է մեկ հարց էլի տանք։ Բայց քայլելով կամաց, էլի տրանսպորտի էս ապօրինի որոշումը։ Հաստատ էլ թուրքերի առաջ չեք խոնարհվում, չէ՞։ Տուգանքի դեմով ցանկացնում են, այո, տուգանքի Ոնց որ ասում այլ թուրքերի դեմը չի խոնարհվում, սիրելի քաղաքացիներ։ Այդ ինտրուցումների ժամանակ էր մենակ խոնարհվում, որ աջակցություն ստանար Թուրքիայից։ Միջազգային ներկայացուցիչներին, դեսպաններին, ովքեր հանկարծ կհամարձակվեն խոսել Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության դրամ ինքնարժեք ունեցող ուղևորի համար Նիկոլ Փաշինյանի բռնակալական իշխանությունը եւ նրա կապանքերը, Ահա, իշխանին են հարցնան։ Ինչ հարց։ Բարև ձեզ, պարոն Սաղաթելյան։ Մենք ուզում ենք, որ բարձրաձայնվի տրանսպորտի հարցը, հնարավորինս շատ բարձրաձայնեք։ Այո, շնորհակալ ենք շատ, բարև ձեզ։ Տրանսպորտի ես տուգանքները ապօրինի իրաց բերած։ 65 դրամ ինքնարժեք ունի եւ դրա համար ուղևորիչ վճարելու համար 10-ից 15000 դրամ տուգանք են սահմանում, քաղաքացուն դարձնելով տուգանքի։ Ուզում ենք բարձրաձայնվի ներսում, վստահենք, որ Կավ գարնիկը։
Ամեն։ Մեր ստորագրավակը դառնում է Կարլ Մարությանի ստորագրավակը, մերը ոչ իրավաբանորեն ձևակերպված քաղաքապետարան Բարև ձեզ։ Գիտեմ որտեղից է, բայց աբսուրդ է, էլի համ խոսում են նրանից, որ եւ պոլիսների հետևում եւ բանի ազնաժողովում, որ սա հայտարար նախագիծ է, համ էլ գրում են դրանք կողմ են քվեարկում։ Ինչպես բոլոր այն օրենքներին, որոնք որ հակապետական են, հակահայկական են, օգտվելով առիթներից ձեզնից եմ շնորհակալություն հայտնում, ես երեք էլ ասացի աշխատանքի համար, որ նորմալ մեծ աշխատանք տարել եք, նաև մեր քաղաքացիներին, որ այդքան ստորագրություններ են, փաստորեն քաղաքացիները այդքան ստորագրություններն ու այդքան նաև ես որոշակի նաև մասնակցել եմ բոյկոտի, նաև այդ մարդկանց կատարած աշխատանքը այսօր ջուր ենք գցում, ասում որ ժող բաստիոնը փաստորեն քաղաքացի որևէ մի իրավունք չունի։ Ամենակարևորը որ հանրաքվեի դիմացն են առնում, որ իշխանությունը գործող կոնֆլիկտը լուծելու համար իօգուտ Մախենում եք իմ ասա այդ եկա։ Հանգացում եք, հետա։ Ինչ եք դուք։ Դուք ինքնարժեք հաշվել եք, որ կողմ եք։ Հանգացման է։ Հիմա դեմեք թե կողմ։ Կոնկրետ ասեք։ Օրակարգի հանգացման մասին չէ։ Հաստատի կողմ եք։ Դու տուգանելուն, չվճարողներին տուգանք են ուզում դնեն 10,000 դրամ։ Ոնց դուք քաղաքացի չեք նհը։ Գրիգոր Իսկանդարյան։ Տեսեք, դուք Հայաստանի Հանրապետության պատգամավոր եք։ Դժվար է դրա մեջ մի քիչ խորանալ, ավելի բարձ ինֆորմացիա մեզ տա։ Ձեր Իսկ երբ որ տրանսպորտի ինքնարժեքը 65 դրամի կարգի է, 150 դրամ սահմանելու դեպքում քաղաքացին խոսացեք, սաղը խոսացեք։ Եկեք դիքի միասին։ Կպը։ Հա? Կպը չի, բա ինչ է։ Կպը։ Հա, հետ եմ ասում։ Ես չեմ ճանել։ Չէ, կպեքի, կպեքի որ ինչ է։ Ոչապով SMS ստացել եք։ Չեմ կարող ասեմ։ Մի քիչ բարձր էլի ասեք, եկել լսենք։ Ներողություն